ոտքի դիկտատորանն է եկել։ Հիմա ինչ ասեմ անելու եք, կխոնարհվեք։ Elə աճս պաճ, էսի ձախն է անասուն։ Հարգելի դատարանցիներ, այսօր հավաքվել ենք Ռուզվելտ Փահլևանյանի դատավճիռը իմանալու, բայց մինչ այդ մի քանի հարցեր տուժած կողմի Աննա մեղադրյալի կողմը ներկայացնում է, որ դուք անբարոյական եք, ոչ կայք գլորում այս մռութ պուպսիկի վրա, ինչպես կմեկնաբանեք սա։ Հարգելի դատարան, իրականում Ռուզվելտ Փահլևանյանի փաստաբանի կողմից օգտագործված բոլոր փաստարկները փուչ են, որովհետև վերջինս օգտագործեց TikTok-ի ռեպոստները եւ քուչում ճշտվել է որպես հիմնարար ապացույց եւ խնդրում եմ սա վերանայել։ Աննա ջան, դատարանը eye contact-ի մեջ է մտել Փահլևանյանի հետ, կխնդրեմ նորից կրկնեք, ինչ եք ասում։ Դատարանը լսելով երկու կողմերին կայացրեց իր վճիռը։ Արհամարհելով Փահլևանյանի քրաշ լինելը եւ հաշվի առնելով Աննայից ներկայացված բոլոր փաստերը, դատարանը որոշել է 10 տարով չազատազրկել Փահլևանյանին։ Որովհետև Աննա ջան, ասենք հասկացանք դատարանը, օրենքը, իրավաբանությունը, բայց պանյոտներ կան, բարձ պրինցիպներ կան։ Բարը դժնի տղա է, ոչ կայս գլորում վրան։ Աննա ջան, դուրս գանք, այնտեղ կխոսանք մենք։